Ամուսնական զույգը տեսախցիկով սարսափազդու մի բան է արձանագրում։ Միայն վերջերս էր, որ նրանց տեսախցիկներից մեկը որսացել էր հետևյալ կադրերը։ Զույգը երկուսն էլ աշխատանքի են, երբ հանկարծ չգիտես որտեղից սա է տեղի ունենում։ Ինչպես իրենց տանը տեղի ունեցած դեպքերի մեծ մասի ժամանակ նրանք չգիտեն, թե ինչպես սա բացատրել։ Ես նույնպես բացատրություն չունեմ։ Ուրվականների որսորդներ Հիրոն և Տոմոն այցելում են Ճապոնիայի մի լքված հիվանդանոց, որի մասին ասում են, թե այնտեղ ուրվականներ կան։ Հիվանդանոց հասնելուն պես նրանք մի քանի հետաքրքիր իրեր են գտնում։ Նրանք գտնում են մի դաշնամուր, որը դեռ անվնաս է, և ինչպես սպասվում էր, որոշ բժշկական սարքավորումներ, բայց հենց այն պահին, երբ ամեն ինչ սկսվում էր հետաքրքիր դառնալ, Տոմոն որոշում է մնալ միայնակ սենյակում, հույս ունենալով տեսախցիկով ինչ-որ բան որսալ։ Հիրոն և նրանց օպերատորը հեռանում են, Տոմոյին թողնելով միայնակ հիվանդանոցում։ Որոշ ժամանակ անց Տոմոն քնում է, բայց ավելի ուշ ինչ-որ բան արթնացնում է նրան։ Միստ վերային կերպարանք անկյունից նայում է Տոմոյին, իսկ նա դա չի նկատում։ Երբ Տոմոն տեսախցիկը շրջում է և նորից ուղղում այն կետին, որտեղ կերպարանքն էր երևացել, այն այլևս այնտեղ չէ։ Եվ Հիրոն և Տոմոն գաղափար չունեն, թե ով կամ ինչ կարող է դա լինել, բայց դիտողները կարծում են, որ սա կարող է լինել ուրվական։ Հնարավոր է մի հիվանդի ուրվական, ով մահացել էր այս հիվանդանոցում։ Ուրվական է թե ոչ, բայց թվերային կերպար տեսնելը մի վայրում, որի մասին ասում են, թե այնտեղ ուրվականներ կան, բավական է ցանկացածին մահու չափ վախեցնելու համար։ Իսկ իմ կարծիքով տղաները կարող էին դա կազմակերպել դիտումներ հավաքելու համար։ Մինչ նա միայնակ էր, նրանցից մեկը կարող էր հագնել սև հագուստ և երևալ կադրում մի քանի վայրկյան, և դա հրապարակել համացանցում, հայտարարելով, թե իբր ուրվական են նկատել պատահաբար։ Իսկ դուք ինչ եք կարծում, համամիտ եք ինձ հետ թե ոչ։ Գրեք մեկնաբանություններում։ Ռոշել Ամրադը խաղում է իր զարմուհու հետ, երբ տեսախցիկով ֆիքսում է հետևյալը։ Ռոշելը գրում է. Իմ փոքրիկ զարմուհին այնքան է վախեցած, նա լաց է լինում, մատնացույց անելով մի բան, որը մեզանից ոչ մեկը չէր տեսնում։ Básquet. Querido. Up, say. You're not to see you we have. Bakit ano nakikita mo? Come here na, come here. Shh, wag. Wag. Իսկական հարցն այն է, թե հստակ ինչ է նա տեսնում, և ամենակարևորը, ինչու է նա վախենում։
Գիտությունը վաղուց է բացահայտել, որ երեխաները երբեմն տեսնում են այնպիսի բաներ, որոնք չեն տեսնում մեծահասակները։ Այս տեսանյութը սկսվում է նրանով, ինչը նման է ոստիկանների կողմից կասկածյալին հետապնդելուն, բայց հետո, վայրկյաններ անց, սա է արձանագրվում։ Escreve virem. Lá. Caralho, o bagulho tá doido, rapaz. Երևում է մի ստվերային կերպարանք, որն արագ շարժվում և սլանում է ոստիկանների կողքով։ Հիմա պարզ չէ, թե սա ինչ կարող է լինել։ Հնարավոր է, դա պարզապես տեսախցիկի խախտում էր, բայց նրանք, ովքեր վերլուծել են կադրերը, սրա բացատրությունը չունեն, ինչն էլ ստիպում է դիտողներին հավատալ, որ սա կարող է լինել ինչ-որ այլ բան։ Նրանք կարծում են, որ ստվերային կերպարանքը մահվան ոգին է, որը վազում է դեպի կասկածյալները, ովքեր մահվան շեմին էին։ Բայանի Ռոդրիգեսը չի կարողանում ազատվել այն զգացողությունից, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն։ Բայանին պնդում է, որ մի էակ հետապնդում է իրեն դեռ մանկուց։ Նա փորձել է ամեն ինչ դրանից ազատվելու համար, բայց ոչինչ չի օգնում։ Որոշ դիտողներ կարծում են, որ նա պարզապես պարանոիկ է կամ ուղղակի պատկերացնում է այդ ամենը, բայց հետո մի օր Բայանին լուսանկար է տեղադրում իր քրոջից, որտեղ պատկերված է այն, ինչը կարծես թե հենց իրեն հետապնդող երևույթն է։ Բայանին գրում է. «Մի էակ ինձ հետապնդում է դեռ մանկուց։ Քույրս ինձ ուղարկել է իր հյուսքերի նկարը։ Սա հետնապլանում էր»։ Արդյոք սա այն էակն է, որի մասին խոսում էր Բայանին։ Մի ընտանիք որոշեց նստել ծովահենների նավը ատրակցիոնը, երբ նրանցից մեկը տեսախցիկով անհանգստացնող մի բան է ֆիքսում։ Տեսագրողն ասում է. «Նախքան տոնավաճառ գալը ես լսել էի պատմություններ մի կնոջ մասին, ով ողբերգականորեն մահացել էր այստեղի ատրակցիոններից մեկից ընկնելուց հետո, բայց դա շատ տարիներ առաջ էր։ Այս տեսանյութն արվել է 2008 թվականին, երեկոյան, մոտ ժամը 10-ին։ Ահա թե ինչ է նա արձանագրել։ Սկզբում 4 հոգի են, իրար կողք նստած, բայց հետո մի քանի վայրկյան անց մի հոգի պակասում է։ Պարզվում է, որ ձախ կողքի ուղևորն անհետացել էր։ Տեսագրող տղամարդը գաղափար չունի, թե ով է նա, և մինչ օրս էլ չգիտի։ Այնուամենայնիվ, նա չի կարողանում չմտածել, որ սա կարող էր լինել այն կինը, ով տարիներ առաջ ողբերգականորեն մահացել էր ատրակցիոնի վրա։ Դիտողները նույնպես այդպես են կարծում և նույնիսկ նկատել են, որ մի քանի կադրերում նրա դեմքը վնասված տեսք ունի։ Սկզբում, երբ ես դիտեցի սա, կարծում էի, որ պարզապես աղջիկը ետ է նստել, այդ իսկ պատճառով չի երևում, բայց հետո, երբ իմացա, որ նրանք պնդում էին,
որ նրանք 3 հոգով են եղել նստած եւ այդ երրորդ աղջկա կողքին չի եղել նստած 4-րդ աղջիկը, դա արդեն տարօրինակ էր։ Ինչ եք կարծում, գրեք մեկնաբանություններում, թե ուր կորավ այդ աղջիկը եւ ով էր նա։ Մի մարդ նկարահանում է անտառը, երբ ֆիքսում է անհանգստացնող մի բան։ Ըստ նրա, նա նախկինում էլ եղել է այդտեղ եւ հիմա վերադարձել է տեսագրելու իր տեսած տարօրինակ կերպարանքը։ Ահա թե ինչ է նա որսացել։ I'm on the ground. I'm by my tree stand where I had the encounter last time. It was right here behind that trees where he kept poking out before. Okay. I keep hearing these sounds. Also, guys, another thing I need to point out, I don't look at my camera all the time. I look off in the distance because it does help me the way I'm. Wow, the way I'm filming. I just heard something. Okay, guys. Hold on 1 second. Okay, guys. There's something. Whoa, guys, right there, guys. What the and it moved. Should I approach it? Holy, I knew it. Guys, I knew this because I had this gut feeling, man, that I was being watched when I come out earlier. Ծառի հետևում թաքնված թվերանման կերպարանք է երևում։ Տեսագրող տղամարդը նույնքան ցնցված է, որքան նրանք, ովքեր տեսել են կադրերը։ Այնուամենայնիվ, սա մի սարսափելի հանդիպում է, որը վստահ եմ գիշերները նրան հանգիստ չի տալիս։ Թե դա ինչ կարող էր լինել, այդպես էլ ոչ ոք չկարողացավ բացատրել դա։ Շնորհակալություն դիտելու համար եւ հուսով եմ հավանեցիք այս տեսանյութը։ Բաժանորդագրվեք ալիքին հաջորդ տեսանյութերը բաց չթողնելու համար։